ընթանում քննչական գործողություններ։ Այս համատեքստում փաստացի կարող ենք արձանագրել, որ Արցախի հարցը, ինչքան էլ փորձում են հայտարարել, որ պետք է փակվի, շարունակում է բաց մնալ եւ այսպես հանգիստ չտալ նաեւ իշխանություններին, անդրադառնալով հենց նաեւ այս համատեքստում վերջին բանակցային փաթեթների հանրայնացմանը եւ ընդդիմության եւ իշխանության կողմից ձեր գնահատականը որն է եւ այն մարգինալ տարբեր անձնավորությունները, որոնք փորձում են հավասարության նշան դնել իշխանությունների եւ ընդդիմության միջև, ինչ են ուզում շահել այս process-ում։ Ձեր կարծիքով ու կարծում եմ շատ ճիշտ եք ներկայացնում, այդ մարգինալ ճակերտավոր ընդդիմադի որոշ շրջանակների նպատակը պղտոր ջրում զույգ բռնելն է։ Տեսեք, բոլոր նրանք, ովքեր որ քննադատում են եւ մեղադրում են Փաշինյանին բանակցությունները փակուղի տանելու եւ 19 թվականի առաջարկներից հրաժարվելու պահով ճիշտ են անում, բայց նրանք նաեւ որ ովքեր որ համ Փաշինյանին են մեղադրում, համ Ձեռի հետ փորձում են խեղաթյուրել իրականությունը եւ ստվեր գցել Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի վրա, թե իբր թե դե չգնաց լուծումների Հանրապետականը, Սերժ Սարգսյանը չգնաց լուծումների, Նիկոլին իսկ բանի ասում են հողատու, նրանք էլ լկտի ստում են։ Նախ առաջինը Սերժ Սարգսյանը երբեք չի հրաժարվել բանակցային փաթեթից, երբեք ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության 2008-18 թվականին չի եղել որևէ փաթեթ, որտեղ առաջարկ փաթեթ պաշտոնական, որից Սերժ Սարգսյանը հրաժարվի։ Ընդհակառակը դրանից հրաժարվել է Ադրբեջանը եւ 16 թվականի ապրիլին դրա մասին խոսեց պարոն Լավրովը, Ռուսաստանի արտգործնախարար, 16 թվականի պատերազմից հետո առաջարկված non-paper բանով ձևաչափով առաջարկը, որը Կրակովում մի էջի վերատրվեց, էլի Հայաստանը ընդունել է որպես բանակցության հիմք, Ադրբեջանն է մերժել։ Ավելին, Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության հիմքի վրա Նիկոլ Փաշինյանին 19 թվականին առաջարկվեց փաստաթուղթ, որից հրաժարվել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Դրա մասին էլ 21 թվականի հունվարի 13-ին ասել է Ռուսաստանի համանախագահ Պապովը։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր որ փորձում են հավասարության նշան դնել եւ կներեք այս բառից համար հերթական կեղտոտ մուտիտը տարածել, թե իբր Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը կառուցողական փոխզիջումային տարբերակից հրաժարվել են, նրանք նենգաբար ստում են ու նիկոլական թեզերն առաջ քաշում։ Պաշտոնապես հայտարարում եմ, մենք փոխզիջումային տարբերակից չենք հրաժարվել։ Այդ ոնց եղավ որ Սերժ Սարգսյանը ոչ մի թիզականություն էր քայլում, եթե դուք եք արա Սերժ Սարգսյանին Կիսելյովի հարցազրույցից իշո մի հատ կտոր հանում, ասում եք շրջանները պատրաստ է տալ։ Մենք էլ ասում ենք, մենք տալու մասին չենք բանակցում, մենք բանակցել ենք ինչ ենք ստանալու, Արցախի կարգավիճակը, սա մեկ, երկրորդ հողատուի մասով։ Որևէ մեկը մինչև 20 թվականի նոյեմբերի 9-ը Նիկոլին հողատու չի անվանել։ Հողատու սկսել են անվանել նոյեմբերի 9-ից հետո, բայց եթե Շուշին տվել է, Հադրութը տվել է, ինչ պետք է անվանեն, պետք է անվանեն խոսքի Նիկոլ Փրկիչ, թե Նիկոլ Ազատագրիչ։ Ինչ վերաբերում է մեր գնահատականներին 18-20 թվականներին, 18-20 թվականներին, այո, մեկն էլ ես շատ խիստ քննադատել եմ Փաշինյանին, բայց ինչի համար, որ ինքը փոխել է բանակցային ձևաչափը, որ ինքը ոչ թե Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն է հիմք ընդունել, իսկ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը դա համանախագահ երկրների առաջարկներն էին, այլ ասել է ես սկսում եմ իմ զրոյական կետից։ Բայց չքննադատեի, իսկ այդ գործիչներից մեկը, որ պարլամենտում էր, քննադատում էր այդ ժամանակ։ Այո, իսկ երբ որ մենք ասում ենք, որ Լավրովը ասում է, որ առաջարկություններ ենք ներկայացրել, իրանք չեն կանգնում ասում, մենք մեր արտգործնախարարին ու վարչապետին վստահում ենք։ Իսկ նոյեմբերի 9-ից հետո էլի վստահեցիք, իսկ երբ որ Լաչինը հանձնում էր, մենք ասում ենք Լաչին ինչու է հանձնում, ասում եք դա է միջանցքային տրամաբանության այլընտրանքը։ Հիմա Լաչինն էլ հանձնեց, ամբողջ Արցախն էլ հանձնեց, միջանցքն էլ տալիս է։ Հետևաբար մեր քննադատությունը Նիկոլ Փաշինյանին ուղղված է եղել մի բանի համար, որ ինքը 18-20 թվականներին միտումնավոր հենց առաջի օրը մայիսի 9-ին Արցախում փորձել է խեղաթյուրել բանակցային ձևաչափը եւ ուլտիմատում ներկայացրել համանախագահ երկրների ղեկավարներին, դուք պատկերացնում եք Տրամպի, Մակրոնի մեկ էլ
Պուտինի դեմքը, երբ որ մարդիկ հեռուստացույցից են իմանում, որ Նիկոլ Փաշինյանն ասում է ֆորմատը պետք է փոխվի, մինչև Ղարաբաղը չմասնակցի, ես բանակցություններին պատրաստ չեմ։ Պատկերացնում եք այդ մարդկանց դեմքը, երբ որ Նիկոլ Փաշինյանը 19 թվականի հունիսի պաշտոնական առաջարկներին 2019 օգոստոսին հայտարարում է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Մենք քննադատել ենք Նիկոլին ապակառուցողական լինելու, սուպեր կեղծ հայնասիրական լինելու, ոչ մի թիզական լինելու մեջ։ Դրա այո, հանրապետականը քննադատել է, բայց քննադատել է այդ դիրքերից, ոչ թե փոխզիջումների մենք ընդհակառակն ասել ենք, որ դու պետք է բանակցային փաստաթուղթը այն ինչ որ քեզ ժառանգություն մնացել է Սերժ Սարգսյանից, դա պետք է հիմք ընդունես, այլ ոչ թե ասես, ես դեռ պետք է համանախագահները ասեն, ես ընդունեմ թե չընդունեմ։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ այդ իմաստով բոլոր այն գործիչները, ովքեր որ փորձում են հավասարության նշան դնել, թող մի հատ նայեն իրանք 18-20 թվականներին, պատերազմից հետո ինչպիսի դիրքորոշում են ունեցել, նոր մտածեն ինչ-որ բան խոսելու մասին։ Հանրապետականը 18-20 թվականներին ունեցել է պետականամետ դիրքորոշում եւ կողմ ա եղել փոխզիջումների միջոցով խնդրի լուծմանը, որտեղ այո կարմիր գիծ ա եղել, մեր կարմիր գիծը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է եւ հանրակրվեով կարգավիճակի վերջնական որոշումը։ Բ. Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում երբեք պարոն նախագահը չի հրաժարվել փոխզիջումային տարբերակից, որի մասին խոսել է եւ Լավրովը, եւ 21 թվականին Պապովը, եւ երրորդ հողատու ասել ենք այո։ Երբ որ կապիտուլյացիա է բերել, թող ազատագրեր, ասենք ծափահարենք սենց։ Ինչի մասին։ Եվ այդ ձևի կարծիքներ արտահայտողները ժողովուրդ իմ համար ավելի վտանգավոր են, քան ԿՊԱ-ականները, որովհետեւ նրանք մոլորության մեջ են գցում հանրությանը։ Ես եմ շնորհակալ։ Լայվ նյուսի հարգելի